Զակալցում ես իսա տեսնեմ կփորձեմ նախ ողջունում եմ բոլորիդ շնորհակալ եմ հրավերին ընթառաջ գալու համար նմանատիպ քննարկումներ Ջենես Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամը պարբերաբար կազմակերպել եւ այսուհետեւ շատ ավելի ինտերակտիվ ձևով կփորձի այդ ամբողջը կազմակերպել մեր ներքին եւ արտաքին մարտահրավերների հետ կապված այնպիսի մասնագետների հետ, որոնք երկար ճանապարհ են անցել ամենայն դեպս հայկական պետականաշինության ժամանակահատվածում եւ մենք կփորձենք ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին եւ անվտանգային խնդիրների ամբողջ գունապնակը ներկայացնել։ Թեման շատ արդիական է եւ կապված չէ ապրիլ 24-յան ցեղասպանության զոհերի ոգեկոչման եւ իրավատիրության օրվա հետ։ Թուրքիայի մասին պետք է խոսել ամեն օր, այն կենտրոններում ամենայն դեպս թինգ-թանքային ձևաչափերով ամբողջ աշխարհում այսօրվա դրությամբ ամենաակտուալ թեմաներից մեկը Թուրքիայի դերակատարման, հարաճուն դերակատարման փոփոխությունն է եւ շատ ողջունելի կլինի, որ այս հարցին, այս թեմային մենք անդրադառնանք տարբեր դիտանկյուններից, ոչ միայն ավանդական հայաստանյան միջին վիճակագրական այսպես մոտեցումներով։ Թուրքիայի մասին վերլուծություն եւ դատողություն անելիս հնարավորինս պետք է մնալ զերծ մնալ էմոցիոնալ պորտկումներից, էմոցիոնալ գնահատականներից եւ տալ շատ իրատեսական գնահատականներ, ինչը ենթադրում է առաջին հերթին Թուրքիայի իրական Թուրքիայի եւ փոփոխման շեմին գտնվող աշխարհում Թուրքիայի դերակատարմանը։ Շատ կարևոր է հայացք ներսից, թե Թուրքիայում ինչ են մտածում թուրքական ուղեղային կենտրոնները, անվտանգային հետախուզական ծառայությունների գործունեությամբ հետաքրքրված եւ ուսումնասիրություններ կատարող կառույցները, կենտրոնները ինչ են ասում Թուրքիայի մասին, Թուրքիայի դերակատարման վերափոխման մասին եւ Թուրքիայի ներքաղաքական խոհանոցը ինչ փոփոխությունների է ենթարկվում, հատկապես որ 23 թվականի ամռանը տեղի ունեցած նախագահի ընտրությունից հետո շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել այդ երկրում ներքաղաքական խոհանոցի իմաստով եւ բնականաբար պարոն Միրզոյանը այս թեմայի շարունակությունը կներկայացնի, թե ինչ անդրադարձ կարող է ունենալ այս ամբողջ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ Ես պիտի սկսեմ 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստան արևմուտք Ուկրաինայում պրոքսի պատերազմի ընթացքում թուրքական դիվանագիտական եւ խոսույթի եւ գործողությունների փոփոխություններից տրանսֆորմացիայից ինչ տեղի ունեցավ։ Փորձեմ շատ ավելի պարզ ներկայացնել առանց խորանալու մասնագիտական եզրաբանության մեջ, թեև թինգ-թանքային ձևաչափը մեզ թույլ չի տալիս խոսել միջինացված լեզվով, բայց ակադեմիական լեզուն եթե մեկ կողմ թողենք, փորձենք հասկանալ ինչ տեղի ունեցավ։ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ընթացքում Թուրքիան փորձեց դիրքավորվել չեզոք դիրքերում, բայց իրականում բազմաթիվ դիվանագիտական եւ անվտանգային զեկույցներ, փաստեր, իրողություններ կան, որոնք լրջորեն խոսում են Թուրքիայի ոչ միայն տնտեսական ներկայացվածությանը կամ ներգրավմանը, այլ նաեւ այդ տնտեսական ներուժի քաղաքական կապիտալիզացիա։ Այսինքն իրենք փորձեցին Ուկրաինայում դառնալ գործոն, նվազագույնը փափուկ ուժի միջոցով, նվազագույնը փորձելով դիվանագիտական միջնորդի դեր ստանձնել հակամարտող բևեռների միջև։ Ինչ որ ձև ստացվեց ուկրաինական հակամարտության առնչվող բազմաթիվ բանակցային ռաունդեր ամենայն դեպս Ստամբուլում եւ Անկարայում են անցկացվել եւ փորձեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան այս ընթացքում հնարավորինս արգելակել ռուսական գործոնի առաջխաղացումը թե ռազմական թե դիվանագիտական առումով։ Ինչ շահեց այս ամենից Թուրքիան, շահեց այսպես կոչված միջազգային հեղինակության որոշակի բարձրացում, ինչը հնարավորություն տվեց նրան իր խաղակարգերը ճիշտ օգտագործել Վաշինգտոնի հետ բանակցություններում։
Ինչ է ուզում Թուրքիան Միացյալ Նահանգներից F-35-եր այդ կործանիչներն է ուզում այդ կործանիչները ձեռք բերելու համար Միացյալ Նահանգները ուներ պայման նույն դեմոկրատների ադմինիստրացիայի ժամանակ Ջո Բայդենի ժամանակ եւ այդ նույն խնդիրը այսօր դեռ շարունակվում է դա ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի արգելանքն է ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում շատ ավելի պասիվ դերակատարման ստանձնումը։ Սա ամերիկյան կողմի կամ արևմուտքի հիմնական պահանջն է։ Թուրքիան փորձեց այս երկուսի միջև խաղալ եւ հավասարակշռումների միջոցով փորձեց հնարավորինս սերտ հարաբերությունները պահել Ռուսաստանի հետ, հատկապես այդ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, երբ սանկցիաները կիրառվեցին Ռուսաստանի նկատմամբ, առաջին օգնության ձեռքը մեկնողը հենց Թուրքիան էր, թե գյուղատնտեսության, թե туриզմի, թե տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաև փողերի Թուրքիայի միջոցով, իրացման կամ կապիտալիզացման առումով։ Չեմ ուզում անդրադառնալ թուրք-ռուսական հարաբերություններին, որովհետև դա առանձին թեմա է, բայց փորձեց Ռուսաստանի հետ հարաբերությունները այնպես կարգավորել, որ երկու կողմի միջև էլ այդ բալանսավորումը պահպանվի։ Բայց Ռուսաստանի առաջխաղացումը հնարավորություն տվեց Թուրքիային վերանայել այդ ամբողջը, որովհետև հասկացավ, որ ինքը խաղից դուրս է մնում։ Այստեղ շատ կարևոր իրադարձություն կար 2023 թվականին Արցախի հայաթափումը եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խոսույթի վերակտիվացումը եւ միջին միջանցքի ընդհանուր, միջին միջանցքի Չինաստանից մինչեւ Լիսաբոն այդ միջանցքի իրականացումը, որտեղ Թուրքիան փորձեց առանցքային դեր կատարել եւ դառնալ հենց այն հաբը, կենտրոնական հաբը, թե էներգետիկ, թե տնտեսական իմաստով, որտեղ բոլոր խաչմերուկները կգան եւ կհատվեն հենց Թուրքիայով։ Այս վերջին պատերազմը ինչ որ տեղի ունեցավ Իսրայել Միացյալ Նահանգներ ընդդեմ Իրանի եւ ծոցի շրջանում Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաեւ Ուկրաինայում ավելյալ բարդացումները Թուրքիային տվեցին եւս մեկ անգամ խաղալու հնարավորություն եւ Թուրքիան այդ բալանսը փորձեց պահել։ Ես հիշում եմ վերջերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Ելդարամի հայտնի հայտարարությունը, երբ խոսում էր միջազգային կամ համաշխարհային ծովային առևտրի եւ ծավալների եւ տևողության եւ տրիլիոններով ծախսերի մասին, եթե չեմ սխալվում, 2.8 տրիլիոն դոլարի մասին է խոսքը, 2.8-ից 3.2 տրիլիոն դոլարի մասին է խոսքը, եւ այդ ամբողջը տեղի ունենում 40-45 օրվա ընթացքում, ծովային այդ ամբողջը։ Ինչ են առաջարկում թուրքերը, ասում են, որ միջին միջանցքի եւ Զանգեզուրի միջանցքի այսպես կոչված գործարկման դեպքում այդ ամբողջ առևտրի ծավալները ժամանակաշրջանը, ժամանակահատվածը, այսպես ասենք, կրճատվի 3 անգամ, 10 օրվա մասին է խոսքը, 10-ից 12 օրվա, եւ շատ ավելի շահավետ կլինի ցամաքով, այսպես ապրանքների տեղափոխումը։ Թուրքիան հենց այս սրա վրա է խաղում եւ փորձում է տնտեսական մաքսիմալ օգուտներ քաղել այս process-ից։ Եվս մեկ գաղափարի մասին, մտքի մասին եմ ուզում անպայման խոսել, թե ինչ է տեղի ունենում այսօր Թուրքիայի ներսում ներիշխանական պալատում։ Հաջորդ տարի սպասում է նախագահի ընտրություն։ Սա ճակատագրական նշանակություն ունի Թուրքիայի համար, այս ընտրությունը։ Իշխանական աթոռի համար պայքարողների կամ տեխնացուների մի ամբողջ ցուցակ կա 4-ից 5 հոգուց բաղկացած, որոնցից ամենագլխավորը ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար, գործող արտգործնախարար Հական Ֆիդանն է, մյուսը Էրդողանի փոքր որդին է, մյուսը Սելջուկ Բայրակտարն է, մյուսը ընդհանուր կուսակցական առումով, Արտադրություն եւ զարգացում կուսակցության ներքին կազմակերպական կառույցում մեծ հեղինակություն վայելող Իբրահիմ Քալանն է, կառավարության խոսնակը, եւ յուրաքանչյուր անուն, որ թվեցի, պատկերացրեք, յուրաքանչյուրը անվտանգային եւ հետախուզական արտաքին հետախուզական ծառայությունների հետ
լուրջ կապեր եւ հարաբերություններ ունեցել, ուստի եւ խաղադրույքները բարձրանալու են առաջիկայում այդ իմաստով։ Էրդողան ունի մտավախություն բնականաբար, այդ իսկ իմաստով շատ լավ հասկանալով Հական Ֆիդանի աճող դերակատարումը եւ Ֆիդանի որպես թուրքական սև արկղին տիրապետողի ամբողջ գաղտնիքներին տիրապետողի եւ 2016 թվականի հուլիսի ռազմական ձախողված հեղաշրջումը ապահովող կամ հեղաշրջման ձախողումը ապահովող մարդու հետ, որը ունի միջազգային շատ լուրջ կապեր, հատկապես ամերիկյան կողմի հետ, շատ բարդ տեխնացու է, բայց եւ պատասխանատվությունից խուսափելու եւ առհասարակ այսպես ասենք քաղաքական իսլամի հանրահռչակումը ապահոված Էրդողանի դիրքերը պահելու եւ այդ կուրսը շարունակելու համար շատ կարեւոր են համարում իրենք իշխանության ժառանգականությունը, ինչը թուրքական քաղաքական մշակույթում ամենայն դեպս վերջին 100 տարվա ընթացքում, եթե 23 թվականի հանրապետության հռչակումից հետո հաշվի առնենք, Աթաթուրք իննույից հետո մեծ հաշվով ժառանգականություն չի եղել։ Եվ սա նեոօսմանիզմին վերադառնալու կամ օսմանիզմին վերադառնալու ինչ որ նոր խոսույթ է ձևավորել, ինչը առաջացնում է նաև ներսում լուրջ խնդիրներ։ Թուրքիան ունի տնտեսական շատ լուրջ խնդիրներ, Թուրքիան ունի ներքաղաքական, ներպալատական, ներիշխանական շատ լուրջ հակասություններ, սահմանադրության հետ կապված խնդիր ունեն, ընդդիմության արգելափակելու խնդիր կա ի վերջո, որը փորձում են արևմուտքում չհագործել կամ չարաշահել օգտագործել այդ խաղակարգը։ Այսուհանդերձ F-35-երի թեման շարունակում է մնալ ակտուալ, Իսրայելի հետ գործակցությունը կամ դաշնակցային հարաբերությունները նվազագույնը հետախուզական եւ դիվանագիտական մակարդակում շարունակում է մնալ շատ բարձր մակարդակի, անկախ հռետորաբանությունից։ Իրենք ինչպես ամերիկյան եւ հրյա ծագումով հրյա բազմաթիվ քաղաքագետներ բազմից են բնութագրել այդ հարաբերությունները, որ Թուրքիան եւ Իսրայելը սիամական զույգեր են եւ հնարավոր չէ մեծ հաշվով իրենց մեջ գտնել պառակտում, անկախ հռետորաբանությունից, ինչի մասին վերջերս նաեւ Թուրքիայում Ամերիկայի դեսպան Թոմ Բարակը խոսեց եւ հայտարարեց, որ դուք մի նայեք հռետորաբանությանը, այդտեղ իրական շատ ավելի խորքային process-ներ կան։ Թուրքիան, Իսրայել բնականաբար, Թուրքիան այս պատերազմում Իրանի փորձեց առավելագույնս պահել իբր չեզոք դիրքորոշում, բայց Ադրբեջանի միջոցով բոլորն են շատ լավ հասկանում են, որ իսրայելական հատուկ ծառայությունները, նաև անվտանգային կառույցները ունեցել են լրջագույն մասնակցություն։ Սա ընդհանուր առմամբ Թուրքիայում ինչ է տեղի ունենում եւ ինչ է սպասվում, առաջիկայում ինձ թվում է նաև շարունակենք քննարկել այս թեման։